Pink Berry վայելիր այս պահը Ես չգիտեմ, թե երբ և ինչպես կբացվեն Կիլիկիո արևած աշխարհի դռները հուսո, բայց մի բան հստակ գիտեմ, սա այն բեմն է, որտեղ յուրաքանչյուր մասնակցի առջև բացվում են դռները տաղանդի։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից միացել են մեզ, որպեսզի վայելեն այս եթերաշրջանի վերջին հաղթական ակնթարթները։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Կիլիկիա երգի գեղեցիկ կատարման համար կրկին ծափարենք նախագծի մասնակիցներին Խաչ Նովա, Անուշ Իվանյան, Տիգրան Մկրտչյան, Նարա Բաբայան Եվ նոր գեղի արվեստի դպրոցի երգչախումբ խմբավար Գոհար Ավետիսյան։ Ոչ միայն կյանքում, այլև հեռուստաեթերներում ցանկացած ճանապարհ ունի իր սկիզբն ու ավարտը։ Այսօր մենք հասանք վերջնագծին։ Եկեք ողջունենք մարդկանց, ովքեր մեզ հետ միասին անցան այս ճանապարհը, իրենց ուսերի վրա կրելով պատասխանատվության ծանր բեռը։ Երբեմն զարմացնող, երբեմն հիացող, երբեմն փշաքաղվող, երբեմն նաև արտասվող ժյուրին։ Դրամատիկ և էմոցիոնալ երգերի հրաշալի կատարող, երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրե։ Տաղանդավոր երիտասարդների մեջ խոստումնալից ապագա կանխատեսող պարուհի, Ամարաս պարային համույթի ղեկավար, խորեոգրաֆ Վիկտորիա Մարտիրոսյան։ Բնածին չափազանց հուզականությամբ օժտված մարդ, բեմի մարդ, Սյուզաննա Մելքոնյան։ Այս
նախագծի շնորհիվ աշխարհի բոլոր աճպարարներին վերջապես սիրող մարդ, հանդարտ թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Տիգրան Գյուլումյան։ Եվ իհարկե ողջունենք մարդկանց, ովքեր այսօր ստանալու են անկրկնելի հույզեր։ Եվ նաև պարգևելու են ամենակարևորը, ամենից պարտավորեցնողը, ծափարությունները, դե իհարկե մեր շատ սիրելի հանդիսատեսին։ Շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր աջակցեցին նախագծի սկզբից մինչև հաղթական օրը։ Մեր հավատարիմ գործընկերներին։ Շնորհակալություն հայտնենք առաջատար SVH Travel ընկերությանը, որը տրամադրելու է գլխավոր մրցանակը։ Նախագծի հաղթողին սպասվում է անմոռանալի կրուիզ ԱՄՆ-ում Royal Caribbean ամենաշքեղ զբոսանավերից մեկով, հրաշալի ժամանցով եւ համերգային ծրագրով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Եզրափակիչ շքեղ շոու ծրագրից հետո հերոստատիտողը վստահաբար կանգնեց բարդ ընտրության առջև։ Բարդ, որովհետև 8 ֆինալիստներն էլ անչափ տաղանդավոր են եւ նրանցից յուրաքանչյուրն իրավամբ արժանի է հաղթողի պատվավոր կոչմանը։ Բայց նախագիծն ունի իր կանոնները։ Հաղթելու է այն միակը, ով ստացել է հերոստատիտողի առավելագույն ձայները։ Հաղթողի անունը կիմանանք շատ շուտով։ Մինչ այդ վայելենք հրաշալի ծրագիրը, որը միավորել է 8 ֆինալիստներին։ Նախագծից դուրս մնացած որոշ մասնակիցներին եւ ուշադրություն մեր շատ սիրելի ժյուրիի անդամներին։ Դե ինչ, սա երկրի տաղանդի եւ մարդկային կերպարի ամենադիտարժան նախագիծն է Շանթի եթերում։ Մենք սկսում ենք հաղթական վերջին շոուն։ Եվ այսպես գալիս է մեր նախագծի անվախ, ներդաշնակ եւ շատ բեմական զույգը։ Ես չգիտեմ, թե նրանք ում են կտրտելու, հրկիզելու այսօր, բայց հաստատ զարմացնելու են նոր հնարքներով։ Դիմավորեք պատրանքաստեղծ Հայկ Ավագյան եւ Անի Պողոսյան։
17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ, առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլ կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարելով որակական նոր փուլ։ Մեր հաջորդ ելույթը շատ պարմանուհիների համար կարող է դառնալ երազանքի նոր սկիզբ։ Այն է սովորել համամարտկային լեզուն, էմոցիաների լեզուն, այսինքն ուրախությունը, տխրությունը, հուզմունքը, սերը արտահայտել պարի միջոցով։ Դիմավորեք Ամարաս պարային համույթի սաներ խմբի ղեկավար Վիկտորիա Մարտիրոսյան։ In a club with some wines and I pipe down. Shawty got me out too high. I be stepping on the beach in some white ones. Can't control it, I think I'm too fly. She back it back, oh, she in that mode. I rip her tracks out, she gotta go. I hop up on my bike, just piecing out the L's. It's not about the way, yeah, this way you go. If you believe in yourself, it will get you through it. Oh, I believed in myself. Okay, you see what I'm doing? In a club with some wines and I pipe down. Shawty got me out too high. I be stepping on the beach in some white ones. Can't control it, I think I'm too fly. Լեգենդար երաժիշտ, երգիչ, ֆենոմենալ բացառիկ կիթառահար Էրիկ Կլեպտոնը բազմիցս խոստովանել է, որ իր սիրտը պատկանում է բլյուզին, իսկ փառքը ռոքին։ Վայելեք նրա բլյուզային գործերից մեկը, բնականաբար Հրաչյա Օրդուխանյանի կատարմամբ։ It's late in the evening. She's wondering what clothes to wear. She'll put on her makeup and brushes her long blonde hair. And then she'll ask me, do I look alright? And I say yes, you are wonderful tonight. We go to a party and everyone turns to see this beautiful lady that's walking around with me. And then she'll ask me,
say yes, I feel wonderful tonight. I feel wonderful because I see the love light in your eyes. And I wonder of it all is that you just don't realize how much I love you. It's time to go home now. I've got an aching head, so I gave her the car keys. She helps me to bed, and then I tell her as I turn out the light, I say, my darling, you are wonderful tonight. I say, my darling, you are wonderful tonight. SVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում SVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը և ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ SVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը և ընկերներին։ Ուշադրություն! Աշտանային եթերաշրջանի ամենասպասված իրադարձությունը։ Շանթ հեռուստաընկերությունը հայտարարում է համաշխարհային ճանաչում ունեցող նախագծի մեկնարկը X Factor Kids։ Եթե ձեր երեխան 7-ից 14 տարեկան է, օժտված է բացառիկ ձայնային տվյալներով, երազում է մեծ բեմի մասին, ուրեմն սա հենց նրա հնարավորությունն է։ Հարգելի ծնողներ, ժամանակ մի կորցրեք, շտապեք հայտագրել ձեր փոքրիկներին հենց այսօրվանից։ Մանրամասները Շանթի պաշտոնական կայքում կամ կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի այդ համաշխարհային հիթը արդեն մի քանի տարի է ինչ հայկական շունչ է ստացել, տաղանդավոր մի երգչուհու բացառիկ ձայնի շնորհիվ։ Երգի իրական պատմությունը, հուզիչ վերնագիրը, մեռնել սիրելով։ Երգի հայերեն թարգմանությունը Սամվել Գասպարյանի, վայելենք ազնավուրապաշտ Սյուզաննա Մելքոնյանի հուզական կատարումը։ Պատերով կյանքի վեր մագլցելիս աղսահում ոնցած ես սիրելիս որ գնամ իմ ճանապարհով մեռնել սիրելով շուրջ բոլորն ինձ հալածում է Ինչ էլ անեմ ես մեղավոր եմ ու միայն մի ելք ունեմ մեռնել սիրելով
երբեք հոգով թող բոլորն ապրեն իրենց հոգսերով չար ունենք մարդիկ գերի թող լինեն սինուն այն իրենց մտքերին մեռնել սիրելով եթե չի կարող մեր սերը ապրել պետք է կյանքի այդ էջերը փակել սերը բայց հանկարծ չայհել սիրելով մերնել կեցվածքով հպարտողնել հեռանալ տանուլ տված սիրուց հաղթող դուրս գալ քարտերը բոլոր խախտնել սիրելով մերնել սիրելով մերնել որպեսզի ոչինչ ինձ հետ չտանեմ որ ամեն ինչ անցյալում ես թողնեմ վերցնեմ միայն պատկերը քո ու սերը մեր դու գարուն իսկ ես աշուն եմ դու ինձ նով արփում իսկ ես տրվում եմ ու հիմա դատապարտված եմ ես մեռնել սիրելով մեռնել սիրելով մեռնել Սյուզաննա Մելքոնյան։ Շնորհակալ եմ։ Սյուզաննա ջան, այս ինչքան հուզվեցիր դու այս նախագծի ընթացքում։ Դե պատմիր, ինչ էիր զգում, ինչ էիր ապրում, ինչով տարբերվեց Սուպերստարից։ Նախ ասեմ, որ ի տարբերություն երաժշտական մեր մյուս նախագծերի, այս պրոյեկտը ունիկալ է նրանով, որ շատ տարբեր են եւ տարիքային առումով եւ ֆորմատների առումով ու 4-ից համար իսկապես իրենք կփաստեն, իսկապես դժվար է եղել։ Ու շատ ուրախ եմ, որ հրաշք նախագիծ ենք ստացել։ Հատկապես մեր, շնորհակալ ենք, հատկապես մեր վերջին եթերը, որը մի քանի օր է շատ մեծ աժոտաժ է առաջացրել մեդիա դաշտում, ես հետևորդներիցս եւ մեր շատ սիրելի հեռուստադիտողներից շատ նամակներ եմ ստացել։ Ուզում եմ այս բեմից եւ Շանթ հեռուստաընկերության եթերից շնորհակալություն հայտնել մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հավատացեք, այստեղ ինչ էլ մենք խոսենք, ինչ էլ ասենք, վիճենք պրոֆեսիոնալիզմի շրջանակներում կոլեգաներիս հետ, չվիճենք ի վերջո, վերջում կայացնողը որոշումը դա դուք եք, սիրելի հեռուստադիտող։ Իսկ ես շատ հպարտ եմ, որ մենք իմ կոլեգաների ու մեր մեծ թիմի հետ, որը իդեպ էկրաններից են կողմ աշխատում են այստեղ շատ ու շատ մարդիկ, կխնդրեմ իրենց եւս ծափարել, ստացել ենք իսկապես գեղեցիկ, ինչպես Անտրեն ասաց, նախագիծ չէ, մեգա նախագիծ, որը կոչվում է Got Talent Հայաստան։ Ես հպարտանում եմ մեր բոլոր մասնակիցներով շատ, ապրեք։ Շնորհակալություն, Սյուզաննա Մելքոնյան։ Շնորհակալ եմ։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի ու ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գադջետներ եւ աքսեսուարներ։
ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապառիկ պայմաններ։ Երևան մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Մեր նախագծին այս պահին հետևում են բազմահազար երկրպագուներ աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք կատարել են իրենց վերջին ընտրությունը եւ անհամբեր սպասում են արդյունքներին։ Իսկ ես ասեմ, հաղթելու է նա, ում դուք տվել եք ձեր առավելագույն ձայները։ Ով է նա։ Կիմանանք շատ շուտով, իսկ մինչ այդ վայելենք հաջորդ ելույթը։ Այս ելույթը միավորել է մեր նախագծի ամենամեծ եւ ամենափոքրիկ ֆինալիստներին։ Դիմավորեք 2000 Արմեն Ադոնց եւ փոքրիկ մարմնամարզուհի Պարուհի Ստելա Ջանվելյան։
Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկին առաջարկում է միշտ թարմ կաթնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կաթնաշոր։ Իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժալի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կաթնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին առողջ ընտրություն ամբողջ օրվա համար։ Կամերան անջատի, քեզ չեմ տալու։ Անջատի։ Հենց հիմա այս բեմում ամենակնարական գործիքի մեղեդիների ներքո կհյուսվի բացառիկ, քնքուշ եւ նրբագեղ մի պարային պատմություն։ Այն կոչվում է հարսի հրաժեշտի պաշ։ Մեկ բառով ուզում դարա։ Դիմավորեք Նարա Բաբայան եւ Վիկտորիա Մարտիրոսյան։ Վիկտորիա Մարտիրոսյան։ Վիկտորիա, այնտեղ նստելուց հետո ինչպես էր այստեղի բեմը։ Հիանալի։ Ես այսօր ինձ զգում եմ ինչպես մասնակից եւ մի փոքր հուզված եմ իրենց պես, բայց կարծում եմ լավ անցավ։ Հրաշալի է, եկեք բարձր ծափարենք մեր ժյուրիի անդամ Վիկտորիա Մարտիրոսյանին։ Իսկ Վիկտորիա ջան, ինձ հետաքրքիր է։ Այսօր եզրափակիչ համերգն է, այսօր հնչելու է հաղթողի անունը, ինչ տպավորություններ է ստացել այս մի քանի ամիսների ընթացքում։ Այս մի քանի ամիսների ընթացքում մենք այսպես բոլորս կարծես մի ընտանիք ենք դարձել եւ շատ հուզված ենք բոլորս, ես նույնպես, ու շատ ուրախ եմ, որ վերջապես, քանի որ մենք շատ տաղանդավոր ենք, այս պրոջեկտը թույլ է տալիս, որպեսզի մենք բացահայտենք Հայաստանի Got Talent-ին։ Բրավո։
Իսկ ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա հաղորդման ավարտից։ Ես ակնկալում եմ, որ շատ ճիշտ ընտրություն է լինելու։ Իհարկե մենք չգիտենք, արդեն ընտրում է հանդիսատեսը եւ վստահ եմ, որ ճիշտ ընտրություն է լինելու Եվ ընտրել է։ եւ ընտրել են, այո արդեն։ Եվ վստահ եմ, որ բոլորս հպարտ, ուրախ, երջանիկ վերադառնալու ենք տուն։ Հրաշալի է, իհարկե, բոլորս միանում ենք այս սպասումներին։ Վիկտորիա Մարտիրոսյան։ Ձեր բուրըն ծափարությունները։ Մեր նախագծի ովանավորն է Royal Armenia ընկերությունը։ Իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Ողջ թարմացա։ Գնանք աշխատենք։ Մեր նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն անգամ ասում ես վերջ, դժվար թե այլևս զարմանամ, բայց մեր մասնակիցները կարողանում են հակառակը ապացուցել։ Մեր հաջորդ ֆինալիստը նրանցից մեկն է։ Նա ոչ միայն զարմացրել է, այլև լացելու չափ հուզել է ժյուրին, հուզել է իր 32-ամյա երազանքով։ Դիմավորեք մարդկանց 6-րդ զգայարանի վրա ներգործող ամենախորհրդավոր աճպարար Գագիկ Դանելյանին։ Բարև ձեզ։ Քանի որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչը կատարված է, առաջարկում եմ իմ հետ միասին տեղափոխվենք իմ հրաշքների մոգական ռեստորանը։ Առաջին օրվանից ամեն անգամ մեր սիրելի հաղորդավարները ինձ ասում են մեզ էլ կներգրավեք իմ համարների մեջ։ Դրա համար ձեր ծափարությունների ներքո ուզում եմ Գոհարին եւ Զիրոյանին իմ մոտ հրավիրեմ։ Բարև ձեզ։ Կանցնեք այն Բարև ձեզ, բարև ձեզ։ Կանցնեք այն ախորներին նստեք։ Բեմից հետևել։ Դուք այսօրվա մեր ռեստորանի ղեկավարությունն եք։ Որպեսզի հաճախորդներ ներգրավենք, պետք է մի քիչ զարմացնենք։ Այս խաղակարտերը ուզում եմ դնեմ այստեղ, ու սկսենք միանգամից շատ արագ մի պարզ ֆոկուսից։ Եկեք պատկերացնենք, որ օդից բռնում եմ անտեսանելի խաղակարտեր։ Տեսնում եք իրանց։ Ահա։ Ասենք թե այո։ Վերցրեք խառնեք։ Մի վարքյան տուփից անեք նոր խառնեք, հա։ Գոհար ջան, որ խնդրեմ։ Տուփից անեք ու սկսեք խառնել։ Քանի իրանք անտեսանելի են, աճպարարների նման սենց սիրունել կարող եք խառնել։ Շատ լավ։ Խաղակարտերը սենց կբալ։ Լավ, միատ ծափարեք նոր շարունակենք։ Ես սենց չեմ կարում խառնեմ։ Խաղակարտերը բացեմ, միատ ուղղակի խաղակարտ կընտրեք։ Բարձր պայեք բոլորին ցույց տվեք։ Մի նայ, դու մի նայ, բայց։ Դե եկեք ես չեմ նայում, բայց միասին տեսեք, որոշեք թե սա ինչ խաղակարտ է։ Ասեք ինչ խաղակարտ է, բարձրաձայն։ Ինձ թվում է սրտի 3։ Սրտի 3, բոլորին ցույց տվեք սրտի 3-ը։ Բոլորը տեսնում եք սրտի 3-ը։ Սրտի 3-ը անտեսանելի շրջեք։ Ու դրեք այս խաղակարտերի մեջ։ Դնեմ տուփի ներսում ու ասեմ ինչա կատարվել։ Իմ մոտ ունեմ անտեսանելի խաղակարտեր, որտեղ մենակ ձեր տեսած սրտի 3-ը անտեսանելի վերցեր շրջել ենք։ Բնականաբար իմ մոտ ոչ մի բան չկար։ Բայց այս խաղակարտերը նախորոք այստեղ դրված էր։ Ու այս խաղակարտերի մեջ ես նախորոք իրականում միայն մեկ քարտ վերցրել շրջել դրել եմ։ Դուք կարող եք ցանկացած խաղակարտ ասեիք։ Ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Այստեղ ոնց ասեցի։ Նախորոք միայն մեկ քարտ շրջած է։ Մի հատ է բարձրաձայնք ասեք ինչ խաղակարտ եք որոշել ասել։ Լավ էլի, Գագիկ։ Սրտի 3։ Իսկ եթե սա սրտի 3-ն է, հնչում են ձեր բարձր ծափահարությունները։ Դե լավ, դե լավ։ Աչքից լավ չէի խառնել։ Բայց ամեն դեպքում մեր ռեստորանի հաճախորդներ պետք է ընտրենք։ Մինչև դա եկեք սեղանը գցենք։ Առաջին ուտելիքը վերցնեմ, Զիրոյան, որ սեղանին եմ դնում։ Մեջտեղը երկրորդ։ Երկրորդ։ Ես բերեմ ու դնեմ այս երկրորդ սեղանին։ Շատ լավ։ Եվս մեկ ուտելիք, որտեղ եմ դնում։ Էլի ես։ Այո։ Առաջինը սեղանը։ Դրեցի առաջինը։ Ու բնականաբար այս վերջին ուտելիքը գալիս է երրորդ սեղանին։ Դե լոգիկայով է։ Մեզ բայց նաև պետք է մեր հաճախորդներ այսօրվա։ Ահա։ Ձեզ բոլորին ծրարներ ա տրվել։
Որոշների վրա համարակալած է, որոշներինը չէ։ 1-ից 100 համարակալած է, 100 հոգունը։ Ծափարեք, եթե ձեր մոտ համարակալած է։ Շատ լավ։ Այստեղ ես պատրաստել եմ լոտոյի թվեր։ Ուզում եմ ձեր ձեռքը մտցրեք, խառնեք, համոզվեք, որ բոլորը տարբեր են։ Հասկացա։ Մի րոպե մի հատ նայեմ։ Հա, տարբեր է։ Բոլորը տարբեր են։ Բոլոր տարբեր են։ Մի 3 հոգի մեզ պետք է լիներ մեր ռեստորանի համար։ Մի քիչ խառնեք, որ պատահական ուղղակի առանց նայելու հանեմ։ Լավ, ոչինչ։ Տեսեք ինչ թիվա ու հենց այդ թվի։ Վերցրեք։ Հիմա ոնց կարդամ 99 թե 66։ Ոնց ուզեք։ Ասա գոք չեմ։ Ձեր ցանկությամբ։ Ես 6-ը չեմ սիրում։ 99։ 99։ 99 ու մոտ 99 թվով ծրարը։ Համար 99 աչքաշի կանգնի։ Ուղղակի քո տեղը կանգնի, հեսա կկանչեմ։ Եվս մեկ հատ։ 61։ 61 ու մոտ 61-ը։ Ահա։ Համեց ձեր տեղը կանգնեք, շուտով կկանչենք։ Ու եւս մեկ հատ։ 75։ 75 Կա 75։ կկանգնեք։ Շատ լավ է։ Հիմա երեքով այս բարձր ծափարությունների ներքո կգաք ինձ օգնելու։ Համեցեք այստեղ երեքով կանգնեք։ Շատ լավ։ Անդրե, այստեղ ունեմ 3 հատ ծրար։ Կապույտ ծրարում եմ տալիս։ Սա քեզ։ Վիկտորիա, դեղին ում եմ տալիս։ Սա ձեզ ու բնականաբար սա ձեզ։ Պարոն Գյուլիմյան, դուք հնարավորություն ունեք փոխելու։ Դեղին կապույտ կանաչ, ինչ որ փոխում եք, թե չէ։ Փոխում եք, թե թողում եք նույն ձև։ Թողում եք նույն ձև։ Գոհար։ Այո։ Դեղին ծրարով տղամարդը որտեղ է նստում, առաջին, երկրորդ թե երրորդ սեղանին։ Ասենք երրորդ։ Կնստեք երրորդ սեղանին։ Կանաչը։ Կանաչը 1։ Կնստեք առաջին սեղանի շուրջ։ Ու բնականաբար քո նմնում է երկրորդ։ Հիմա ասեմ ինչ է կատարվել։ Սկզբում 3 հատ ուտելիք տարբեր սեղաններով բաշխել ենք։ Հետո այս ծրարները դուք որոշել եք որը ում տանք։ Հետո որոշել եք ով որտեղ նստի։ Այդ ծրարները կբացեք, թուղթը հանեք, բայց դեռ մի բացեք 3-ով։ Դեղին, կապույտ ու կանաչ ծրարները բացեք, թուղթը հանեք։ Ու եկեք սկսենք ձեզնից։ Ձեր անունը բարձրաձայն ասեք։ Ժաննա։ Այստեղ գտնվում է մի հատ թուղթ, որտեղ գրված է. Դուք նստած եք առաջին սեղանի շուրջ, ու դուք նստած եք առաջին սեղանի շուրջ, եւ ձեր առաջ գտնվում է պիցա։ Իսկ այստեղ գտնվում է հենց պիցա։ Անունը բարձրաձայն։ Անդրի, բարձր կարաս կարդաս։ Լավ, արի ես այսեն շրջեմ։ Անդրի, դուք նստած եք երկրորդ սեղանի շուրջ, եւ ձեր առաջ գտնվում է աղցան։ Բացեք, տեսեք, եթե սա աղցանը Անդրեին մի հատ բարձր ծափարենք։ Այն էլ մայրաքաղաքային։ Եվ վերջում դուք բացեք, դուք եք բոլոր որոշումները կատարել։ Դուք նստած եք երրորդ սեղանի շուրջ ու ձեր առաջ գտնվում է սուշի, մենք իդեալական ընտրեցինք, ձեզ բացեք։ Ու բնականաբար դուք նստած եք երրորդ սեղանի շուրջ ու ձեր առաջ գտնվում է սուշի։ Բրավո։ Շնորհակալություն, ուզում եմ դուք երկուսով հիմա կանգնեք։ Անցնեք ձեր տեղը։ Շնորհակալություն։ Ժանա ջան, դուք եք կանգնեք։ Բոլորիդ մոտ սպիտակ ծրարներ ա տրվել։ Դուք էլ ունեք, չէ՞։ Ուզում եմ այդ սպիտակ ծրարները բոլորով ճղեք։ Ներսի պարունակությունը բարձրաց։ Բոլորիդ մոտ հանեք։ Այնտեղ նեոնային լույս է։ Ուզում եմ բարձրեք, ջարդեք, բարձրացրեք վերև։ Բոլորի մոտ տեսեք, որ կարմիր լույս է։ Լույսերը խնդրեմ մի քիչ անջատեք հանդիսատեսի մոտ։ Բոլորի մոտ այստեղ կարմիր լույսեր են։ Մի քիչ շարժեք, որ միանա։ Լավ, ամեն դեպքում բոլորիդ մոտ կարմիր է։ Ժանա ջան, կգաք այստեղ։ Բոլորի մոտ այստեղ կարմիր գույնի թևնոցներ են, լույսեր են։ Ուզում եմ բացեք, տեսեք ձեր մոտ ինչ գույնի լույս է։ Ջարդեք։ Լույսերը մի քիչ իջացրեք, մտածրեք։ Բոլորով այդ կարմիր լույսերն էլ եկեք հան։ Ժանա ջան, չնայած կարմիր լույսերը հիմա լավ չի երևում, բարձրացրեք։ Ես ուզում եմ, որ տեսնեք, եթե մի օր ձեր կյանքում ուղիղ նայեք ու բոլորը կարմիր լույսեր լինեն,
Հիշեք, որ ձեր կյանքի կանաչ լույսը ձեր ձեռքում է, բարձրացրեք վերև։ Ու եթե ամեն ինչ կարմիր է այստեղ, երբեմն պետք է կյանքին նայեք մի քիչ այլ ուղղությամբ ու ձեր ծափարությունների ներքո։ Ժաննա, իմ սեր, անցանք իրար հետ մի փոքր պատմություն, ունեցանք հեշտ, թեթև օրեր, ծանր օրեր, ուրախ տխուր, բայց ամեն օրում ես հասկացա, որ ուզում եմ տեսնեմ քեզ իմ կողքին։ Դու պատրաստ ես լինել իմ կինը։ Այո։ Բրավո։ Շադրության համար։ Գագիկ Դանելյան։ Նրա հետ երազանքները իրականանում են հենց այս բեմում։ Գագիկ Դանելյան։ Ֆինգբերի ամենավառ նորույթն արդեն այստեղ է։ Ռուբի վանիլային համեղագույն պաղպաղակ պատված ռուբի վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը գունավոր ու խրթխրթան գնդիկներ։ Վառ, գունեղ ու անսահման համով ռուբին սպասում է քեզ, որպեսզի օրդ դարձնի ավելի քաղցր ու գունավոր։ Իսկ ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վայելելու ռուբի հրաշքը։ Ահա, ռուբի, օրս քաղցրացավ, նոր գույներ ստացավ, ուղղակի շատ համեղ է։ Ռուբի, նոր հրաշք, նոր համ, նոր վայելք, վաճառվում է ամեն օր։ Նրա տաղանդը միայն երգելու մեջ չէ, նրա տաղանդը երգի պատմությունը ամբողջ հոգով ապրելու մեջ է, հատկապես, եթե այդ պատմությունը հայերեն է։ Դիմավորեք, հայկական երգով ապրող, սնվող, շնչող երգիչ, արտիստ Անդրե։ Նվագակցում են Տիգրան Մկրտչյանը, Հրաչյա Օրդուխանյանը և Անուշ Իվանյանը։ Ժողովրդական երգերի շարան 7 նատաղիկ։ Աշնան հովում, հոյ, օյ, օյ, հոյ, օյ, օյ, սինամ, օյ, 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 ես քեզ սիրիմ, աշնան հովում, հոյ, օյ, օյ,
քեզի ղրկեմ բարևը Յարոջան Արի երբանք մեր արտը դու ես իմ սիրած վարդը Արի երբանք մեր արտը դու ես իմ սիրած վարդը Նարե 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 ջանե հա ջանե ջան ջանե 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 նարե 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 ջանե հա ջանե ջան ջանե 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 Խնուս ասարի խոտը Յարոջան իմ յարիան ու շոտը ջանե ջան Խնուս ասարի խոտը Յարոջան իմ յարիան ու շոտը ջանե ջան Ոնց համբերեմ մեզ օրը եկուց կգամ քո կովը Ոնց համբերեմ մեզ օրը եկուց կգամ քո կովը Նարե 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 ջանե հա ջանե ջան ջանե 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 Նարե նարե nare 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 jane ha jane jan jane 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 Yarız aç kolun kof gene imat deyra kuze yarız bil bili bil bili bili bil bil bili bili yarız aç kolun kof gene imat tam tel kuze yarız bil bili bil bili bili bil bil bili bili yarız aç kolun kof gene imat matnik kuze yarız bil bili bil bili bili bil bil bili bili yarız aç kolun kof gene imat deyra kuze yarız bil bili bil bili bili bil bil bili bili yarız aşk olun kov gene imaz tam tel kuze yarız bil bili bil bil bili bil bil bili bili yarız aşk olun kov gene imaz matnik kuze yarız bil bili bil bil bili bil bil bili bili yarız aşk olun kov gene imaz kuze 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 yarız Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրե Շատ էինք կարոտել Անդրե Ինչպիսի տպավորություններ ունես արդեն այստեղ այս բեմում երգելիս Զգացմունքների իհարկե ես եւս շատ եմ կարոտել, շատ եմ սիրում բեմը, առանց բեմի կյանք որևէ արտիստ չունի Տպավորությունները այն է, որ այսօր մեր հրավառության, մեր գեղեցիկ տոնի ցավոք սրտի ավարտն է շատ կկարոտենք Got Talent Հայաստանը, չգիտեմ, մեր տաղանդավոր մասնակիցներին, մեր հրաշալի աշխատակազմին, մեր այնքան սիրուն եք, շատ, գիտեք, ստեղից ես ձեզ չէի տեսել, միշտ աչ կողմից եմ նայել բոլորիդ եւ իհարկե մեր հանդիսատեսը եւ մեր հեռուստադիտողը Անդրե, յուրաքանչյուր մասնակցի հետ տեսնում ենք, թե ինչպես է իր վերապրում, ինչպես է իր հուզվում, ինչպես է իր նրանց գոտը պնդում։ Այ հետաքրքիր է, ինչ ակնկալիքներ ունես, ինչ է սպասում այսօրվա մեր եզրափակչից, հատկապես նկատի ունեմ հաղթանակից։ Իմ սպասումները իրականում արդարացվել են եւ ես կարծում եմ ոչ միայն իմ, ժյուրիի 4 անդամների, հեռուստաընկերության հանդիսատեսի հեռուստադիտողի, որովհետև այն բուրըն քննարկումը, որը գնում է մեր նախագծի մասին, ես կարծում եմ, որ կայացել է մեր նախագիծը, նախագիծ սխալ ասեցի, մեգա նախագիծ, որովհետև սա իսկապես Հայաստանի պատմության մեջ այն նախագիծն է, որտեղ անգամ ժյուրի անդամները այնքան անկեղծ էին, գոռում, լացում, հուզվում, չգիտեմ, անհամաձայն լինում, ջղայնանում, ես նման բան չեմ հիշում, որովհետև
արդեն 15 տարի այս աթոռը զբաղեցնելուց։ Ես կարծում եմ, որ մեր նախագիծը իսկապես կայացել է, ես շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, բոլորին, մեզ բոլորիս եւ ուզում եմ ասել, որ մեկ հոգի է հաղթում, բայց հաղթել եք բոլորդ։ Ոչ միայն ֆինալում մեր եզրափակչում հայտնված 8 հոգին, այլ նաեւ նրանք, ովքեր այլ առհասարակ եկել, երևացել են, այո, հաղթողը մեկն է, բայց հնարավոր է, որ դուք ավելի եք հաղթել, օգտագործեք այս պահը, որ այս բեմում, այս շքեղ գեղեցիկ լույսերի ներքո մի չարացեք, մի գնացեք եւ վատաբանեք ձեր ընկերներին, ովքեր որ այստեղ մնացել են, հակառակը, հաջողություն մաղթեք եւ այդ հաջողությունը նաեւ կժպտա ձեզ։ Իդեպ ասեմ, Անդրեն իսկապես ունի պրոդյուսերական շատ սուր հոտարություն եւ նույնիսկ սկսած նախորդ մեր նախագծից իսկապես մարգարեական, այսպես նրա բոլոր ասածները ինչ որ իրականություն են դառնում։ Ես հիմա չեմ ուզում քեզ հարցնել ով է հաղթելու, Անդրեն։ Ես չգիտեմ ով է հաղթելու, որովհետեւ բայց մի բան ասեմ, սա այն նախագիծն է, նայեք կային նախագծեր, որ այսպես վառ երևում էր հաղթողը։ Ես առնվազն ամենակիչը մեր եզրափակչում տեսնում եմ 6 հաղթող։ Իսկապես եմ ասում, չգիտեմ ով է։ Եկեք ծափահարենք բոլոր մեր մասնակիցներին եւ սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Սպասենք ավարտին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրե Մեր գործընկերն է աշխարհահռչակ Dama Twin բրենդը, որը նախագծի ժյուրիին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Կրեք Dama Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Ուշադրություն, եթե դու օժտված ես որևէ տաղանդով եւ ուզում ես ցուցադրել այն ողջ աշխարհին, ուրեմն ընտրիր հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհը։ Հենց այս պահից սկսած ներկայացրու քո հայտը, որպեսզի մասնակցես Got Talent Հայաստան նախագծի հաջորդ եթերաշրջանին։ Տաղանդի այս բեմը սպասում է հենց քեզ։ Իր երաժշտական պատմության մեջ Շանթ հեռուստաընկերությունը կերտել է բազմաթիվ կայացած նախագծեր, գրանցել աննախադեպ հաջողություններ։ Հղկել է շնորհարիների ճանապարհը, տվել նոր անուններ, նոր ձայներ, նոր դեմքեր, որոնք սիրվել են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Նրանցից մեկն այսօր այստեղ է։ Վստահ եմ բոլորդ հասցրել եք նրան կարոտել։ Սարեր Կաղաչեմ, Աշուխ Շերամ նվագակցում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տոնիկա ժողովրդական նվագարանների անսամբլը, Գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հովանես Հայրիկյան։ Դիմավորեք հայ սուպերստար 6 նախագծի հաղթող մեր շատ սիրելի Արեգ Գալստյանին։
հարվանադար չոքել կաղաչես սարին ու քարի ուրիշն է դիրել քո սիրած յարի չոքել կաղաչես սարին ու քարի ուրիշն է դիրել քո սիրած Շնորհակալ եմ շատ։ Մեր մասնակիցների եթերային վարսահարդարումն ու դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան, կոլորիստ եւ վարսահարդար Լուսինե Գասպարյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմին։ Եզրափակիչ շոու ծրագիրն իսկապես դիտարժան էր։ Մեր 8 ֆինալիստները պարգևեցին հպարտության, հիացմունքի եւ նաեւ հուզմունքի ակնթարթներ։ Եկեք եւս մեկ անգամ վերհիշենք այն մրցութային կատարումները, որոնց արդյունքում հերոստատիտողը կատարեց իր հաղթական վերջին քվեարկությունը։ $242 վերջում 10:06-ը հունիսի 10-ն է այսօրվա ամիս ամսաթիվը այստեղ դնենք 2 հատ կետ հենց այն ժամն է որը հիմա գտնում է ձեր հեռախոսի մեջ 22:42 Mr. Crowley,
հնչի հաղթողի անունը։ Հաղթանակ, որը շնորհել եք դուք հարգելի հեռուստադիտող։ Եվս մեկ անգամ ծափարենք տաղանդավոր 8 ֆինալիստներին։ Նարա Բաբայան, Գագիկ Դանելյան, Հրաչա Օրդուխանյան, Անուշ Իվանյան, Տիգրան Մկրտչյան, Արմեն Ադոնց, Հայկ Ավակյան եւ Անի Պողոսյան եւ Ստելա Ջանվելյան։ Ձեր բուրըն ծափարությունները։ 8 տաղանդավոր ֆինալիստներ, որոնք բացեցին տաղանդի հնարավոր եւ անհնար սահմանները։ Նախագծի հաղթողը նրանցից մեկն է, ով այս հարցի պատասխանին սպասում են բոլորը, նաև մեր հավատարիմ գործընկերները։ Շնորհակալություն հայտնենք նրանց արդյունավետ եւ կայուն համագործակցության համար։ Երևան Mobile, Royal Armenia, Pinkberry, Damat Twin, L-Drive Holding, Zero եւ Milkin։ Շնորհակալություն SVH Travel ընկերությանը, որը տրամադրելու է գլխավոր մրցանակը։ Նախագծի հաղթողին սպասվում է անմոռանալի կրուիզ ԱՄՆ-ում Royal Caribbean-ի շքեղ զբոսանավերից մեկով, հրաշալի ժամանցով ու համերգային ծրագրով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Հաղթական հրավառությունից առաջ ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատեցին այս հրաշալի նախագծում։ Ստեղծագործական եւ ադմինիստրատիվ ողջ անձնակազմին ձեր բուրըն ծափարությունները։ Մեր մասնակիցների վարսահարդարումը եւ դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան կոլորիստ վարսահարդար Լուսինե Գասպարյանին եւ նրա թիմին։ Եվ մեր շատ սիրելի Գայուշին, Գայանեին նույնինքը։ Մեր նախագծի գեր ժամանակակից զայնային հնչողությունն ապահովելու համար շնորհակալություն հայտնենք մեր պրոֆեսիոնալ գործընկերոջը Live Sound Company-ին։ Շնորհակալություն բոլորին, այդ թվում մեր սիրելի հեռուստադիտողներին, ովքեր աշխատեցին կադրից դուրս։ Եթե ուզում եք եթերից ավելի շուտ դիտել ձեր սիրելի ծրագրերը, ֆիլմերը, ուրեմն ներբեռնեք Sham Digital TV հավելվածը եւ բաժանորդագրվեք։ Հիշում եք, չէ, հավելվածի շնորհիվ ձեր շատ սիրելի մի գեղեցիկ օր սերիալը կարող եք դիտել եթերից 2 օր շուտ, այսինքն 2 սերիա առաջ։ Sham Digital TV հեռուստատեսությունը ձեր գրպանում, օրվա ցանկացած ժամին եւ վայրում։ Դե ինչ եկավ ամենալարված պահը։ Հենց հիմա կիրականանա նրանցից մեկի երազանքը։ Երազանք, որի անունն է հաղթանակ։ Հենց հիմա կհնչի Got Talent Հայաստան նախագծի հաղթողի անունը։ Ում է ընտրել հեռուստադիտողը։ Ով է այսօր տուն գնալու հաղթողի կոչումով։ Ով է մեկնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ շքեղ եւ անմոռանալի կրուիզի։ Նախ եկեք 8 ֆինալիստներին հանձնենք մասնակցության պատվոգրերը Շանթ հեռուստաընկերության կողմից։ Արմեն Ադունցին նախագծին մասնակցելու համար։ Հաջորդը Հայկ Ավակյանին եւ Անի Պողոսյանին։ Հրաչա Օրդուխանյանին, Գագիկ Դանելյանին, Նարա Բաբայանին, Անուշ Իվանյանին, Տիգրան Մկրտչյանին, Ստելա Ջանվելյանին։ Այս պատվոգրերը նրանց միշտ կհիշեցնեն իրենց անցած գեղեցիկ, հետաքրքիր եւ դիտարժան ուղին այս նախագծում։ Եվս մեկ անգամ ծափարենք մեր տաղանդավոր ֆինալիստներին։ Ահա եւ վերջին ակնթարթները։ Մնում է հայտարարել հաղթողի անունը։ Բայց մենք դեռ շատ հաճելի անակնկալ ունենք։ Պատրաստ եք լսել անակնկալը։ Եվ այսպես այսօր մենք հայտարարելու ենք
ոչ միայն հաղթողի, այլև այն ֆինալիստների անունները, որոնք հեռուստադիտողի քվեարկության արդյունքում գրավել են երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը։ Այո, ես ունեմ ծրար, երրորդ տեղ, երկրորդ տեղ և հաղթական առաջին տեղ, ում անուններն է գրված այդ տեղ։ Սիրուան, Ջան, առաջարկում եմ բացենք երրորդ ծրարը օրինակ։ Ինչի՞։ Տեսնենք, թե ում է հեռուստադիտողը տեսել պատվավոր երրորդ տեղում։ հենց հիմա բացեմ։ Բացիր։ Չէ բացեմ։ Ինչու։ Մենք էլի անակնկալ ունենք։ Ասա։ Ասեմ։ Ասա։ Ասեմ, հարգելի հանդիսատուս։ Ուշադրություն։ Երկրորդ և երրորդ տեղերում հայտնված ֆինալիստներին Երևան Մոբայլը պարգևելու է հաճելի անակնկալ նվեր քարտեր։ Ձեր ծափարությունները։ Ճիշտ է, մենք դեռ չգիտենք, թե ովքեր են երրորդ և երկրորդ տեղում, բայց նրանք արդեն ունեն մրցանակներ։ Շնորհակալություն Երևան Մոբայլին։ Զիրոն, կարող է էլի անակնկալ կա։ Հա, կա։ Ուշադրություն։ L-Drive Holding-ը երրորդ մրցանակակրին նվիրելու է 15% զեղչի քարտեր ավտոպահեստամասերի և ավտոսպասարկման համար։ Բրավո L-Drive Holding-ին։ Վերջ Զիրոն, անակնկալները ավարտվեցին։ Վերջ։ Սպասեք, ծրարը բացեմ։ Անունը հայտնելուց առաջ եկեք եւս մեկ անգամ ծափահարենք մարդկանց, որոնք գիտեն, թե որքան դժվար է ընտրություն կատարելը։ Մեր ժյուրի անդամներին եկեք ծափահարենք։ Հիմա կհայտարարենք հեռուստադիտողի ընտրած երրորդ մրցանակակրի անունը Զիրոյան։ Եվ այսպես, այս ծրարի մեջ գրված է այն մասնակցի անունը, ով հայտնվել է պատվավոր երրորդ տեղում։ Գոհար։ Ասեմ։ Իհարկե։ Չէ։ Ես հիշեցի, որ էլի անակնկալներ ունենք։ Հիմա ինչ անակնկալ։ Ինչպես գիտեք, A-Speed Travel-ը նախագծի հաղթողին շնորհելու է գլխավոր մրցանակը։ Գիտեի, չէ։ Գիտեինք։ Դե իհարկե անակնկալ չի, դա բոլորս գիտենք։ Գլխավոր մրցանակը շնորհելուց բացի A-Speed Travel-ը ունի անակնկալ նվեր իր նախընտրած մասնակցի համար։ Թե ով է այդ մասնակիցը կհայտնենք քիչ հետո։ Միայն ասեմ, որ նրան նույնպես սպասվում է անմոռանալի կրուիզ դեպի Միացյալ Նահանգներ։ Փաստորեն հաղթողի հետ միասին։ Փաստորեն SVH Travel-ը կրուիզի ուղեգիրը շնորհելու ոչ միայն հաղթողին, այլև իր ֆավորիտ մասնակցին։ Շնորհակալություն, եկեք ծափարենք։ Երրորդ պատվավոր տեղը Got Talent Հայաստան նախագծում զբաղեցնում է դե ով է նա Արմեն Ադոնց Շնորհավորում ենք Արմեն Ադոնց Got Talent Հայաստան նախագծի երրորդ պատվավոր տեղը Շնորհավորում ենք մեր հայ դյուքազունին Անձնենք նրան նվերները Համաշխարհային ռեկորդ սահմանած Արմեն Ադոնցին Հրաշալի արդյունք Ով է այն ֆինալիստը, որին ընդամենը մեկ քայլ բաժանեց հաղթանակից։
Բացենք ծրարը։ Բացենք եւ տեսնենք։ Եվ Ով է այսպես- զբաղեցրել Got Talent Հայաստան մրցույթի երկրորդ պատվավոր տեղը։ Հերոստատիտողի քվեարկությամբ։ Հերոստատիտողի քվեարկությամբ։ Գոհարջան խնդրեմ։ Միայն հերոստատիտողի Նորից պահես։ քվեարկությամբ։ Got Talent Հայաստան նախագծի երկրորդ հորիզոնականում է Գագիկ Դանելյան, դա դու ես։ մեր նախագծի ամենախորհրդավոր աճպարակ Գագիկ Դանելյանը զբաղեցնում է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Հայաստանում շատ չեն աճպարարները, բայց դուք կարծում եմ արդեն բացահայտված աստղ աճպարար եք։ Շնորհավորում ենք։ Իդեպ հարգելի հերոստատիտող եւ հանդիսատես, մենք մի շատ հետաքրքիր տեսանյութ ունենք։ Այս պայն առաջարկում եմ, որպեսզի բոլորս դիտենք։ Ուշադրությունը էկրանին։ SPS ճամփորդական գրասենյակը ավելի քան 30 տարիների գործունեություն ունի եւ այս տարիների ընթացքում միշտ կանգնած ենք եղել մեր ազգայինի հայկականի կողքին եւ հիմա նույնպես համագործակցում ենք Շանթ հերոստանգերության թաքնված տաղանդ ծրագրի շրջանակներում եւ նախապես նույնպես համագործակցելով ոչ պակաս հայտնի ազգային երգիչ հայ սուպերստար ծրագրերում եւ ինչպես գիտեք այդ ծրագրերի հաղթողներին մենք հրավիրում ենք Միացյալ Նահանգներ եւ մասնակցում են մեր շրջագայությունների ժամանակ եւ նրանց համար ովքեր չգիտեն SPS ճամփորդական գրասենյակը տարեկան մի քանի շրջագայություններ է կազմակերպում եւ այդ շրջագայությունների ժամանակ մասնակցում են մեր ամենահայտնի աստղերը եւ ինչպես նաեւ այս ծրագրերի հաղթողները ֆինալիստները եւ այս անգամ նույնպես բացառություն չի լինելու սիրով սպասելու ենք եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ Շանթ հերոստանգերությանը այսքան ստացված այս ծրագրերի համար եւ մեր համագործակցության համար եւ նաեւ շնորհավորում եմ մեր տաղանդավոր արտիստերին իրանց յուրահատուկ տաղանդը ցուցադրելու համար եւ սիրով կսպասենք Միացյալ Նահանգներում, որ մեր մոտի հայությունը նույնպես հնարավորություն ունենա կենթանի դիտելու իրենց անսպար այդ տաղանդը, թաքնված տաղանդը։ Սիրով կսպասենք եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։ Իդեպ ասեմ, որ SPS Travel-ի նախընտրած մասնակիցը ով գնալու է կրուիզի եւ անմոռանալի ճամփորդությունը վայելելու ով է գիտեք։ Ուզում եք իմանալ նրա անունը։ Ասեմ, Գագիկ դա դու ես։ Շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք, սա իսկապես հրաշալի ալակնկար էր SPS Travel-ը։ Քեզ երազանքի նոր թևեր տվեց, քեզ անմոռանալի կրուիզ ենք մաղթում Գագիկ ջան։ Ձեր ծափարությունները։ Բացի հանգստանալուց նաև կարող ես հետաքրքիր աճպարարություններ անել հենց նավի վրա։ Այնտեղ շատ տարածված է նման բաները։ Ինչպես ասում էր հանճարեղ Մեշչյանը, այ է վերջ։ Մնում է հայտարարել հաղթողի անունը։ Բայց Զիրոյան։ Բայց Էլ ինչ բայց։ Նախ բեմ հրավիրենք մեր շատ սիրելի ժյուրի անդամներին։ Ձեր բուրըն ծափարությունների ներքո Անդրես, Վիկտորիա Մարտիրոսյան, Սյուզաննա Մելքոնյան, Տիգրան Գյուլումյան։ Ընդամենը մեկ քայլ։ Մնաց հայտարարենք հաղթողի անունը։ Մի մարդու անուն, ով այսքան ամիսների ընթացքում շարունակում էր հիացնել, զարմացնել եւ ջանք չէր խնայում, որպեսզի կարողանա արժանանալ ձեր ձայներին։ Հանդիսատեսի քվեարկությամբ նա ճանաչվել է Got Talent Հայաստան նախագծի հաղթողը։
Ով է։ Ում է Վաստակ։ հաջողվել վաստակել ամենից շատ քվեները։ Եվս մեկ անգամ շնորհավորենք Արմեն Ադոնցին եւ Գագիկ Դանելյանին։ Պատվավոր երրորդ եւ երկրորդ տեղերը գրավելով Հենց հիմա մենք կիմանանք ի վերջո ով է արժանացել համահայկական համակրանքին։ Ում օգտին են ամենից շատ քվեարկել հեռուստադիտողները։ Ով է մեկնելու SVH Travel Cruise-ին։ Ով է դառնալու Got Talent Հայաստան նախագծի հաղթողը։ Եվ այսպես Got Talent Հայաստան նախագծի հաղթողը ճանաչվում 2026 թվական Շանթ հեռուստաընկերություն նրա անունն է Տիգրան Մկրտչյան Բրավո Տիգրան Մկրտչյան Got Talent Հայաստան Հեռուստադիտողների համակրանքը կարողացավ ամբողջովին գրավել Տիգրան Մկրտչյանը։ Սպասեք մեզ, սպասեք նոր տաղանդներին, սպասեք նոր բացահայտումներին։ Շանթի եթերում Pink Berry, վայելիր այս պահը։